Իրանի կողմից Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի բազայի թիրախավորումը եւ դրան նախորդած ամերիկյան հարվածները Քեշմ կղզու հերթական անգամ ցույց տվեցին, թե որքան փխրուն է Մերձավոր Արևելքում ձևավորվող ցանկացած պայմանավորվածություն։ Մինչ Վաշինգտոնը հայտարարում է, որ Իրանի հետ մեծ գործարքը գրեթե պատրաստ է, Թեհրանից հնչող հայտարարություններն ու ռազմական հռետորաբանությունը բոլորովին այլ պատկեր են ուրվագծում։ Այսօր տարածաշրջանը կանգնած է երկու սցենարների միջև, կամ կողմերը կկարողանան քաղաքական համաձայնության վերածել վերջին շաբաթների լարվածությունը, կամ էլ հերթական էսկալացիան կբացի ավելի լայն տարածաշրջանային պատերազմի դուռը։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Վադե Եսադեղ 3 գործողության տարելիցի առթիվ տարածած հայտարարությունում ընդգծել է, որ Իրանը երբևէ այսքան պատրաստ եւ հզոր չի եղել։ Սրբազան պաշտպանության տարիների փորձը, նաև վերջին պատերազմների ընթացքում ձեռք բերված դասերը բազմապատկեն են մեր պաշտպանական եւ հարձակողական հնարավորությունները։ Մենք ոչ միայն վերականգնել ենք մեր կարողությունները, այլև դրանք հասցրել ենք նոր մակարդակի։ Մատը ձգանին է եւ հակառակորդի ցանկացած սխալ հաշվարկ, ցանկացած սադրանք կամ ագրեսիվ գործողություն կստանա կոշտ, վճռական եւ զղջալու պատճառ դարձնող պատասխան։ Նմանատիպ կոշտ բովանդակությամբ հանդես է եկել նաև Իրանի պաշտպանության նախարարությունը։ Իրանի զինված ուժերն ու պաշտպանական համակարգն այսօր առավել պատրաստ են, քան երբևէ։ Մեր թշնամիները պետք է գիտակցեն, որ տարածաշրջանում ուժի կիրառման կամ ճնշման ցանկացած փորձ չի մնա անպատասխան։ Հակառակորդի ցանկացած հաշվարկային սխալ կստանա պատկերացումներից վեր պատասխան, որի հետևանքները դուրս կլինեն նրա նախնական հաշվարկներից։ Իրանի ժողովրդի անվտանգությունը, անկախությունն ու ազգային շահերը կպաշտպանվեն բոլոր հնարավոր միջոցներով։ Սակայն ռազմական հռետորաբանությանը զուգահեռ շարունակվում են նաև դիվանագիտական շփումները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը զգալի առաջընթաց են գրանցել բանակցություններում եւ ինքը նույնիսկ չեղարկել է Իրանի դեմ նախատեսված նոր հարվածները։ Մենք շատ մեծ առաջընթաց ենք գրանցել բանակցություններում։ Համաձայնագրի հիմնական դրույթները համաձայնեցված են, իսկ մնացած հարցերը վերաբերում են տեխնիկական մանրամասներին։ Քննարկումները հասցվել են իրանական ղեկավարության ամենաբարձր մակարդակին եւ արժանացել են հավանության։ Գործընթացում ներգրաված են ոչ միայն ԱՄՆ-ն եւ Իրանը, այլ նաեւ տարածաշրջանի բազմաթիվ երկրներ, որոնք շահագրգռված են կայունությամբ։ Հենց այս պատճառով էլ որոշեցի չեղարկել նախատեսված ռազմական հարվածները։ Ես հավատում եմ, որ խաղաղ լուծման հնարավորությունը դեռ պահպանվում է եւ մոտ ապագայում կարող ենք ականատես լինել կարևոր համաձայնության։ Սակայն Թեհրանը շտապում է սառը ջուր լցնել Վաշինգտոնի լավատեսության վրա։ Ճիշտ է, փաստաթղթի հիմնական կետերի շուրջ զգալի առաջընթաց կա, սակայն դեռ վաղ է հայտարարել վերջնական համաձայնության մասին։ Մեր հիմնական խնդիրը եղել է այն, որ ամերիկյան կողմը բանակցությունների տարբեր փուլերում փոխել է իր մոտեցումները, առաջադրել նոր պահանջներ եւ բարդացրել գործընթացը։ Մենք շարունակում ենք քննարկումները, սակայն Իրանը չի պատրաստվում ընդունել որևէ պայման, որը կվնասի մեր ազգային շահերին կամ կսահմանափակի մեր ինքնիշխան իրավունքները։ Միաժամանակ իրանական մեհր գործակալությունը հրապարակել է 14 կետից բաղկացած հուշագրի նախագիծ, որը նախատեսում է պատժամիջոցների մեղմացում, իրանական ակտիվների ապասառեցում եւ 60 օրվա ընթացքում միջուկային ծրագրի շուրջ վերջնական բանակցությունների ավարտ։ Սակայն այստեղ է գլխավոր հակասությունը։ Մինչ կողմերը խոսում են համաձայնագրի վերջին շտրիխների մասին, տարածաշրջանում շարունակվում են հնչել ռազմական սպառնալիքներ եւ փոխադարձ ուժի ցուցադրություններ։ Իդեպ փորձագետները նույնիսկ հաշվել են, թե քանի անգամ է Թրամփը հայտարարել Իրանի հետ մեծ գործարք կնքելու մասին։ Արդեն 38։ Հետևաբար նույնիսկ հրադադարի պահպանման դեպքում Մերձավոր Արևելքը շարունակում է մնալ պայթյունավտանգ։ Առայժմ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ եւ պարզ չէ, առաջիկա շաբաթներին աշխարհը կտեսնի պատմական համաձայնագրի ստորագրում, թե նոր էսկալացիա։ Ֆրիդա Ղազարյան, Վահագն Մկիթարյան, TB News։